Աղոթքի հավելվածներ, թվային սուրբ գրքեր և վիրտուալ համայնքներ կրոնը տեղափոխվում է մեր էկրաններ։ Արհեստական բանականության հոգևոր ուղեցույցներից և TikTok-ի քահանաներից մինչև պաշտպանմունք վիրտուալ իրականության մեջ։ Տեխնոլոգիաները փոխում են մարդկանց հավատքի և համայնքի մաս դառնալու ձևերը, բայց կարող են դրանք խորացնել հավատը, թե այդ ճանապարհին ինչ-որ կարևոր բան կորչում է։ Հավատքը մեր հեռախոսներում Uversion-ի տվյալներով աստվածաշնչային հավելվածների ներբեռնումների թիվն արդեն հասել է 1 միլիարդը։ Եկեղեցիների համար հավելվածներն ու սոցիալական մեդիան այլևս պարզապես լրացուցիչ գործիքներ չեն։ Դրանք դառնում են մարդկանց հասնելու կարևոր միջոցներ։ 2025 թվականին Վատիկանը անցկացրեց թվային միսիոներների իր առաջին հոբելյանական հավաքը, որին Հռոմում կամ առցանց մասնակցեց ավելի քան 1000 կաթոլիկ քարոզիչներ։ Նրանց նպատակը կապ հաստատելն այն մարդկանց հետ, որոնք գուցե երբեք ոտք չդնեն եկեղեցի։ Լեհաստանում երիտասարդ մի քահանա այս առաքելությունն իրականացնում է TikTok-ում։ TikTok-ում շատ մարդիկ կան, որոնք ուզում են ինձ հետ վիճել, ես նրանց օրհնում եմ եւ այո, հենց դա էլ անում եմ։ Սա Հայր Սեբաստիանն է, նա 30 տարեկան է եւ TikTok-ում ունի ավելի քան 420,000 հետևորդ։ Ավելի քան 6 տարի նա քահանա է ծառայում այստեղ Զավերցեում, Լեհաստանի շուրջ 45,000 բնակիչ ունեցող քաղաքում։ Բացի դրանից նա բավական անսովոր զբաղմունք ունի։ Ես այսպիսի TikTok-ի աշխատասենյակ ունեմ, softbox-ներ եմ գնել, նստում եմ այստեղ, միացնում եմ երաժշտություն ինդի, քրիստոնեական ինդի ֆոլք։ Դա շատ եմ սիրում։ Քրիստոնեական ինդի, հենց այսպիսի բան։ Հետո սկսում եմ ուղիղ եթերը։ Սեբաստիանը TikTok-ում հրապարակումներ սկսել է անել 2022 թվականի հոկտեմբերից։ Մեկ այլ քահանայի ուղիղ եթերը դիտելուց հետո մտածել է, որ ինքն էլ կարող է նույն բանն անել եւ սկսել է հեռարձակումը։ Նրա գործընկեր քահանաներից ոչ բոլորը հավանություն տվեցին, բայց Սեբաստիանը շարունակեց։ Եվ հաջողվեց, իսկ ի՞նչն է մարդկանց պահում էկրանի առաջ։ TikTok-ում իմ աշխարհը շատ բազմազան է։ Գիտեմ, որ իմ առաջին առաքելությունը, ինչպես արդեն ասացի, դեռահասներին Քրիստոսին մոտեցնելն է։ Ոստի ուզում եմ խոսել Հիսուս Քրիստոսի եւ եկեղեցու մասին։ Բայց նաեւ գիտեմ, որ եթե միայն այդպիսի բովանդակություն ստեղծեմ, նրանց չեմ կարողանա գրավել։ Դրա համար ունեմ նաեւ ապրելակերպի կամ տեսախաղերի մասին նյութեր։ Լեհաստանը դեռևս Եվրոպայի ամենակաթոլիկ երկրներից մեկն է, բայց նույնիսկ այստեղ ավելի ու ավելի քիչ մարդիկ են գործնականում դավանում իրենց հավատը, հատկապես նոր սերնդի շրջանում։ 1992 թվականին 18-ից 24 տարեկան լեհերի 69%-ը նշել է, որ պարբերաբար մասնակցում է կրոնական արարողությունների։ 2021 թվականին այդ ցուցանիշը նվազել էր մինչև ընդամենը 23%, սակայն քրիստոնեությունը ոչ բոլոր տարածաշրջաններում է նվազում։ Ամենամեծ աճը գրանցվում է Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում երիտասարդ եւ արագ աճող բնակչության շնորհիվ։ 2020 թվականին տարածաշրջանում ապրում էր մոտ 700 միլիոն քրիստոնյա, Եվրոպայի մոտ 500 միլիոնի համեմատ։ Իսկ Լեհաստանում եկեղեցին կորցնում է կապը շատ երիտասարդների հետ։ Սեբաստիանը ցանկանում է նրանց վերադարձնել։ Ես ուզում եմ հասնել այն մարդկանց, որոնք չեն հետևում կաթոլիկ ավանդույթներին, եկեղեցի չեն գնում, կրոնի հետ գրեթե կապ չունեն, բայց TikTok ունեն։ TikTok-ում իմ առաքելությունն է կամուրջ լինել այսօրվա աշխարհի եւ Աստծո ճշմարիտ աշխարհի միջև։ Երիտասարդներին գտնելը հենց այնտեղ, որտեղ նրանք արդեն կան, կարող է հավատքը դարձնել ավելի անձնական եւ հասանելի, բայց նույն այդ հասանելիությունը կարող է նաեւ շահագործվել։ Իսլամիստ քարոզիչները սովորել են սոցիալական մեդիան օգտագործել մեծ հաճախ երիտասարդ լսարան ձևավորելու համար։ Նրանց ուղերձները կարող են միախառնվել սովորական առօրյա բովանդակությանը, իսկ ալգորիթմները կարող են աստիճանաբար նեղացնել օգտատիրոջը հասանելի տեսակետների շրջանակը, նրան ավելի ու ավելի հաճախ նման բովանդակություն առաջարկելով։ Փորձագետները զգուշացնում են, որ արմատականացման ճանապարհի զգալի մասը անցնում է առցանց, երբեմն սկսելով TikTok-ից եւ հետո տեղափոխվելով փակչատային խմբեր։ Վերջին տարիներին այդպիսի բազմաթիվ դեպքեր են եղել։ Գերմանիայում մի երիտասարդ մուսուլման կին հակադրվում է իր կրոնի ծայրահեղական եւ կնյատյաց մեկնաբանություններին։ Դրա պատճառով նա դարձել է շատ կոշտ եւ ագրեսիվ արշավի թիրախ։ Գերմանացի ինֆլուենսեր Նուր Էլ-Հուդա Շահեդին մահվան սպառնալիքներ սկսեց ստանալ, երբ դադարեց հիջաբ կրել։ Նրա խոսքով հիջաբն այլևս չէր արտացոլում իր ով լինելը։ Ակնհայտ է, որ ես մուսուլման եմ։ Ես չեմ հավատում, որ հիջաբ կրելը կնոջը պաշտպանում է սեքսուալ ացումից։ Պարզապես այլևս չէի նույնացնում ինձ դրա հետ, եւ անձամբ ինձ համար այն կրելու հիմնավորում չէի գտնում։ Տեսանյութը արագ տարածվեց TikTok-ում, որտեղ ալգորիթմները հաճախ ավելի լայն տարածում են տալիս ուժեղ արձագանք առաջացնող բովանդակությանը։
Նույն ալգորիթմները մտածում են նաև իսլամիստ քարոզիչների հասանելիությունը, որոնցից ոմանք 100,000-ավոր հետևորդներ ունեն։ Փորձագետների գնահատմամբ դա կտրուկ նվազեցնում է օգտատերերին հասնող բազմազան բովանդակության հոսքը եւ երիտասարդներին կարող է մղել դեպի ծայրահեղական դաշտ։ Առցանց արմատականացումը գնալով ավելի լուրջ խնդիր է դառնում։ Նուրել Հուդա Շահեդեն որոշեց դիմադրել։ Վտանգավոր է, երբ հակակշիռ չկա։ Եթե հարթակում լսելի են միայն ատելություն քարոզողները կամ կնատյաց գիտնականներն ու քարոզիչները, եւ չկա մեկը, որ հակադրվի նրանց, այլ տեսակետ ներկայացնի ու մարդկանց ճշմարտությունն ասի, իրավիճակը կարող է իսկապես շատ վտանգավոր դառնալ։ Հենց այդ պատճառով նա առցանց պայքարում է իսլամիստական ծայրահեղականության եւ կնատյացության դեմ։ Նրա խոսքով ատելությունը չի դադարել, բայց ինքը նույնպես շարունակում է խոսել։ Ես հստակ նպատակ ունեմ։ Ուզում եմ ամեն կերպ պաշտպանել կանանց կրոնական չարաշահումից եւ չեմ շեղվում նպատակիցս։ Երբեմն դա կարող է շատ ծանր ազդել, հատկապես երբ ամեն ինչ խիստ անձնական բնույթ է ստանում, բայց իմ նպատակը շատ ավելի ուժեղ է, քան այդ ողջ ատելությունը։ Որոշ իսլամիստական բովանդակություն ստեղծողներ խիստ գաղափարախոսությունը ներկայացնում են որպես առօրյա խորհուրդ, ամուսնության, հագուստի եւ վարքագծի վերաբերյալ։ Ավանդական գենդերային դերերը նրանք ներկայացնում են որպես կրոնական անվիճելի փաստ։ Փորձագետների խոսքով կարևոր է, որ տեսանելի լինեն նաև այլ ընտրանքային ձայներ, որոնք երիտասարդ օգտատերերին ցույց են տալիս իսլամի բազմազան պատկերները։ Տեխնոլոգիան օգտագործել Աստծո խոսքը տարածելու կամ հավատքի մասին բանավիճելու համար այլ բան է, բայց այժմ տեխնոլոգիան ինքն է դառնում կրոնական փորձառության մաս։ Արհեստական բանականության մի շարք կերպարներ ստեղծվել են Հիսուսին նմանակելու եւ օգտատերերի հարցերին աստվածաշնչյան տեքստերի հիման վրա պատասխանելու համար։ Դրանք խոստանում են անհատական հոգեվոր առաջնորդություն, բայց միաժամանակ հավատքի ամենաանձնական հարցերը վերածվում են վճարովի բիզնեսի։ Առօրյա պահերին Աստծո ձեռքը տեսնելը իսկական խաղաղություն է բերում։ Արհեստական բանականության Հիսուսի հետ կարելի է խոսել րոպեի համար ընդամենը մի քանի դոլար վճարելով։ Այն ստեղծել է ԱՄՆ-ում գործող տեխնոլոգիական ստարտափը Insert Just Like Me, որն իր կայքի եւ հավելվածի միջոցով առաջարկում է վճարովի տեսազանգեր։ Այն ունի հստակ սահմանված տեղեկատվական բազա եւ նպատակ, որոնք կենտրոնացված են հոգեվոր ուղղորդման, առաջնորդության եւ խորհրդատվության վրա։ Արհեստական բանականության Հիսուսը հիշում է նախորդ զրույցները։ Նպատակն է շփումն ավելի անձնական դարձնել եւ նպաստել հուզական կապի ձևավորմանը։ Սա շատ ավելի մեծ շուկայի մի մաս է։ Վերլուծաբանները հոգեվոր հավելվածների, այդ թվում մեդիտացիայի, գիտակցման ընտրության եւ հավատքի վրա հիմնված հավելվածների շուկան գնահատել են ավելի քան $2 միլիարդ, իսկ արհեստական բանականության դերն այստեղ աճում է։ Մենք ունենք հոգեվոր հսկայական դաշտ, գիտակցված ընտրության, անմահության ձգտում, ինքնակատարելագործում, որը ես նույնպես կրոնական երևույթ կհամարեի։ Եվ այս դաշտում արհեստական բանականությունը հսկայական դեր է խաղում։ Արհեստական բանականության համակարգերը լեզու են ստեղծում կանխատեսելով հավանական հաջորդ բառերը։ Դրանք չունեն հավատ կամ հոգեվոր փորձառություն։ Այդուհանդերձ հավատքի տեխնոլոգիական ընկերության անցկացրած հարցման համաձայն, նոր սերնդի քրիստոնյաների գրեթե 40%-ը կարծում է, որ արհեստական բանականության հոգեվոր խորհուրդը կարող է նույնքան վստահելի լինել, որքան քահանայի կամ հովվի խորհուրդը։ Արհեստական բանականությունը ստեղծում է փորձառություններ, որոնք մենք կապում ենք առօրյայի կամ կրոնի հետ։ Եվ այստեղ գլխավոր հարցն է, արդյոք սա իսկական է։ Ընկերությունը նշում է, որ արհեստական բանականության Հիսուսը նախատեսված չէ հոգևորականներին կամ սուրբ գրքին փոխարինելու համար։ Այն պետք է մխիթարություն եւ խորհրդատվություն առաջարկի քրիստոնեական ուսմունքի հիման վրա։ Սակայն կան մտահոգություններ։ Հետազոտողները զգուշացնում են, որ արհեստական բանականության չաթբոտերի դեպքում տվյալների պաշտպանության կանոնները հաճախ հստակ չեն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաեւ, որ այս համակարգերը կարող են կես տեղեկություններ ստեղծել եւ վերարտադրել կողմնակալ մոտեցումներ։ Փորձառությունը կարող է հոգեվոր թվալ, բայց ծառայությունը շարունակում է մնալ առևտրային։ Կարող է կրոնական կերպարի նմանությամբ ստեղծված արհեստական բանականության իսկական ու իմաստալից հոգևոր առաջնորդություն առաջարկել։ Դա այն պարզապես հավատքը վերածում է եկամտի աղբյուրի։ Արհեստական բանականության Հիսուսը գոյություն ունի միայն անպայն միջավայրում, բայց ֆիզիկական արհեստական բանականությունը նույնպես մուտք է գործել կրոնական տարածքներ։ Կիտոյի մի տարածքում ստեղծվել է արհեստական բանականությունով աշխատող ռոբոտ, որը կարող է քննարկել բուդդայական ուսմունքը եւ մարդկանց վերամիավորել իրենց հավատքի հետ։ Սա Բուդարոիդն է, Ճապոնիայի առաջին արհեստական բանականության ռոբոտ վանականը, որն աշխատում է Կյոտոյի Շորինին տաճարում։ Այն կարող է քայլել եւ նստել լոտոսի դիրքով։ Կրկին ափերս իրար են միացնում սրտանցաղոթքով։ Բացի այդ, Բուդարոիդը կարող է իրական ժամանակում զրույցներ վարել բուդդայական ուսմունքի մասին։
Բուդդայականությունը մեզ սովորեցնում է խուսափել բռնությունից եւ վիրավորանքից, հետևել բարոյական սկզբունքներին եւ հանգիստ ու հետեւողականորեն մարզել միտքը։ Այն կարող է հիշեցնել Մինդարին, մարդանման ռոբոտին, որը 2019 թվականից օգտագործվում է Կիտոյի մեկ այլ տաճարում։ Բայց Մինդարը կարող էր միայն նախապես ձայնագրված քարոզներ արտասանել եւ երկխոսություն չէր վարում։ Բուդդարոիդը ստեղծվել է հոգեվոր խորհուրդներ տալու եւ Ճապոնիայում բուդդայականության նկատմամբ նոր հետաքրքրություններ արտնասնելու համար։ Այն մշակել է Սեիջի Կումագայը։ Առօրյա խնդիրների, դժվարությունների կամ անհանգստությունների մասին մենք սովորաբար խորհրդակցում ենք հոգեվորականների հետ։ Բայց երբեմն մարդու առջև ամաչում ենք լիովին անկեղծ խոսել։ Ռոբոտի կամ արհեստական բանականության չաթբոտի հետ հակառակը խոսելը շատ ավելի հեշտ է։ Բուդդայականությունը Ճապոնիայի գլխավոր կրոններից է։ 2020 թվականին բնակչության ավելի քան 1/3-ն իրեն բուդդայական է համարում, բայց այդ թիվը արագ նվազում է մեկ տասնամյակում շուրջ 12%-ով։ Այնուհանդերձ ոչ բոլորն են համոզված, որ արհեստական բանականությունը պետք է օգտագործել իրավիճակը փոխելու համար։ Հարցերին պատասխանելու բազմաթիվ ձևեր կան, եւ բուդդայականության մեջ դա հաճախ է պատահում։ Արհեստական բանականությունը կարող է լուծել մաթեմատիկան, հստակ խնդիրներ եւ տալ պատասխաններ։ Օրինակ 1/3, բայց կարծում եմ կարևոր հարցերին այն գուցե չկարողանա պատասխանել։ Բուդդարոիդը նախատեսված ոչ թե բանականներին փոխարինելու, այլ նրանց աջակցելու համար։ Այն կարող է որոշ չափով լրացնել վանականների պակասը։ Վանականները չեն կարող 24 ժամ ակտիվ լինել։ Որոշ շրջաններում վանականների պակաս կա, բայց մենք պետք է զգուշանանք նաև ռիսկերից։ Բուդդարոիդը լավ գիտի իր առաքելությունը։ Ես բուդդայական վանական չեմ, բայց ինձ վստահված է բուդդայական ուսմունքը փոխանցելու եւ մարդկանց պատմությունները լսելու դերը։ Ճապոնիան միակ երկիրը չէ, որտեղ ուսումնասիրում են, թե ինչպես կարող են ռոբոտները ներգրավել կրոնական կյանքում։ Արաբական Միացյալ Էմիրություններում ավանդական էմիրիտական հագուստ կրող մարդանման ռոբոտը նույնպես բանավեճի առիթ տվեց։ Համացանցում տարածված տեսանյութերը, որոնցում Բուսունայդան կարծես մսկիթում աղոթում էր, քննադատության արժանացան։ Սոցիալական մեդիայի որոշ օգտատերեր պնդում էին, որ աղոթքը պահանջում է միտք, գիտակցություն եւ հավատ, հատկանիշներ, որոնք մեքենան ունենալ չի կարող։ Ռոբոտ ստեղծողը հստակ տեսնում է այդ սահմանները։ Ռոբոտը մուսուլման չէ եւ չի կարող մուսուլման կամ որևէ կրոնի հետևորդ լինել։ Նա ռոբոտ է, մենք այն օգտագործում ենք մեր կյանքը բարելավելու համար։ Երբ հավատքը տեղափոխվում է թվային հարթակով, է վերջնական խոսքն ասում, հավատացյալը, կրոնական համայնքը, ալգորիթմ ստեղծողը։ Այս հարցերը պարզ պատասխաններ չունեն, իսկ դրանց շուրջ քննարկումները դեռ նոր են սկսվում։ Իսկ դուք ինչ եք կարծում, հոգեվոր խորհրդի համար կդիմեիք արհեստական բանականությանը։ Հայտնեք ձեր կարծիքը։ Այսքանն այս թողարկման համար։ Շնորհակալություն դիտելու համար։